Ոնց ենք ապրում։ Պակաս տեղծիկ ամանում ամերնին տանեն թաղեն։ Հն կոլա։ Զավոդում ես աշխատել եմ 42 տարի։ 42 տարի։ Այդ ես կարամ ապրել էլի, որովհետև ինձ 42 տարի ստաժով թոշակ են տալի։ Շատ էր քիչ էր ամիսը 2 անգամ փող առնեինք։ 9000 դրամ փող եմ առնում։ Հացի կիլոն էլ դե 700 գրամանոց հաց էր, 210 դրամ է մի հացը։ Ուրիշ բան չի կա ուտելու։ Այդ 9000 դրամը, եթե ես բաժանում եմ 30 օրի, ես թե նա, մեկա, ինչ տարբերություն։ Շատ տուն էլ կասկի կոպեկ էլ չի առնում։ Ջահելնի են ամուսնացել են, բաժանում է, ղրաղել է, կոպեկ էլ չեն առնում։ Կարող եմ ինվիկ են ասի, ես ես գեղի հիմա ջուր եմ բերը, թողաս են ու գանապացուց են, ես եմ էր գեղի ջուրը, էլ չկա, սուտ են ասում չիմ, մին մնու խապելով, մենք կստի մնում ենք տուժվողով գեղացին, մի գրամ ջուր ես է, 300 տունա գեղը, ես մի ջուրն է, էլ չկա, ես 300 ծուխ ունեցող գեղը, լա 300 կարող է 280 նլի, կարող է 320 նլի, հաստատ, այդ 300-ը կլի էլի, 55 դուրնա փակվես, սովի երեսից, Հայաստանում ամենապակաս ռայոնը, Քյասիբ ռայոնը մեր ռայոնն է, Ալավերդին, սա Գովատ ռայոն էր, սա սովետական միության օրոք, սա Գովատ ռայոն էր, հերոս էլ ունեինք, գործարանում աշխատանքային հերոս, պատերազմի հերոս էլ ունեինք, նրանք էլ տեղ ունեին, նրանց անունը որտենք, որ ասենք, վարոտումը դուզ գեր գործարանի, ասենք, նա հերոսն եկավ։ Ալավերդի հաղպատ, այդ ջրատարը, քանդեցին երկունա, դերլամեզանի ջրովի փող են բերունում, հողի հարգը, ժողովուրդը սրտակտրվել է չի տալի, ոնց կապրի, ասա, իրանց առաջին դատախազի ու դատավորի առաջին միլիցապետի, ռայկոմի քարտուղարի, թե հմի քաղաքապետա, թե ով վրա, իրանց առաջին են շենքը քանդեցին, սոր դերլահարգը գալիս է ջրովի, մեզանի ջրի փող են ուզում։ Մեր գեղի ջուրն էլ էսա, 100 անգամ էլ ասեք էլ մասի, սա ուզում ես ջրովի հաշվի, ուզում ես խմելու հաշվի։ Աթուլակորիստյան ասի։ Գնում չի, երեսն ինձանից գեշա։ Հմիր լավ բան կա, բայց ես հիմա չի, բանվորի հիմա չի, ես մեր գեղի հիմա չի։ Մեր ռայոնի ամենասի բանը, ասեմ, կասեմ, Հայաստանի ամենատուկատ ռայոնը մեր ռայոնն է հմի, ընդով էր որ լավն էր, ընդով շատի կարեր ուտացին էլի, ամենատուկատ գեղն էլ մերն է, ակներ է։ Գեղում մանարի միտեղ 5 մետր ասվալտ չկա, թե սովետական միության տարիներին, թե հմի, ով պտյանի, ով արե, տեն մեզ ինչքան բրախած գյուղայել է, չի էլ է, որովհետև 45 թվից միջև 45 թիվնա մեր գեղում, մեր գեղացի նախագահել է, որը բուսը բծրացրել է, որ մի քիչ գրագ էտա թռել է երևան, կոր է, լավ տղերք ունենք, հիշված տղերք ունենք, գրողնի ունենք, բանաստեղծնի ունենք, ամեն ինչ էլ կա այս գյուղիցը, բայց սա գեղ չի էլ է, երևի լավը չի էլ է, երևի խեղճներուն կորցրած են էլ ես է բրախել են, բրախածել ոնց որ գնաց ջունգլիներ ու մի բան գտնես, ես գեղն ես սենց հայել է։ Մեր գեղում մի մեծ մարդ կար, մի խելացի մարդ, ողոր միրան, Սադաղյան ասատուրեն ասե։ Նա ինչ որ գնացել է Թիվլիզ, եկել է, թե Թիվլիզից են եկեստի, նամարդություն այել է հնգոր հետ, ասմա մին էլ պտի գնամ ու հենց անեմ գամարջոբ են կտրվի, ենա մի հետից չլի, գամարջոբ են դրանց բալիսն այել երևի բարևը կլի, հա։ Հմի Վրաստանին ինչ ասենք, նրանք էլ են շաղված ժողորդ էլին, նրանք էլ մեզպես, բայց դե նրանց գործը մերից հեշտ է։ Մեր ղեկավարնին նրանց ղեկավարից է լավն էին, իմ ես հասարակ իմ սենց որոշելով, իմ մտածելով, իմ գաղափարով, մեր ղեկավարները նրանցի լավն են։ Մենք ոչ մի տեղով Հայաստանը, եթե դե դուք ինձանի լավ գիտեք, դրանք գրագ այդ մարդիկ եք, Հայաստանը ոչ մի տեղով դուրս գալու տեղ չունի, մենք ճամփա չունենք, մի օդ է։
մեր այս նախագահը մենք որ ընտրեցինք Քոչարյան, ասենք ջահել մարդա չի կարա ոչ մի բան անի, Քոչարյան նահագին գործ արավ, լավ գործել արավ, վատն էլ արավ, վատն են որ էնել երևի իր ենթակա մարդիկ իրան խափում են, այն մարդը խու չի կարա գիտենալ ավերդուժությունը ոնց է կամ խո շաբաթի մեջ չի կարա չէ, այն էլ է ջահել մարդ։ Ես դե 66 տարեկան եմ, գիտեմ էլի ոնց են խափում, մենակ հույս են տալի, խափում, անցկենում էլա։ Այս ժողովրդավարությունը թե չի, որ դու նրան ասենք ասիր ու գնացի, չէ։ Ղեկավարը պետք է ռեալ իր խոսքին տերելի, պետք է տերելի, ղեկավարը որ ասավ ստից, հա հույս տվուց ու գնան, այն ինչ ղեկավար, խելոքացեք ասի, նա ինչ ղեկավար, նու հույս ունեմ, որ նրանք էլ լավը կլեն, դե ես ընդհանրապես բարետես եմ։ Ամերիկան նա էլ լավ պետություն է, լավ ժողովուրդ ունի, իմ հասկանալով եմ խոսում, բայց այնտեղ մեզանից վատ ապրողել կա, մենակ էլ լավն ենք ասում են Ամերիկան լավ են ապրում, ինչով են լավ ապրում, այն որ վատն է մենք չենք տենում, կամ մենք որ նրանց լավն ենք տենում ոնց վատը, հա տելևիզորը հեռուստացույցը ցույց է տալի մտիկ են կանում, ասում են ոնց որ լաչար խիզանալի, լաչար խիզանի պես ընկած այս աշխարհը ինչքան պուճուր պետություն կա իրար չտովա տալի, տո նրա ինչ գործներ ընդի Սադամ Հուսեյնն ինչ անում կամ նրա երգերն ինչ անում, նրանց ինչ գործներ, որ գնեն խառնվեն դեռ մեր ջարդում այն ժողովուրդը, դե ղեկավարա պետք է, մեր ղեկավարի ցավը տանեմ, մեզանի լավը չկա, հետո ասում են գնանք ընդի լավը կլենք, չէ, այն որ մենք չկանք ընդի են ասում լավը կլենք, հլաստի ստի լավն իլ էլի, ասում են ավտոն գնում է էկոլոգիան, այս գազը, բանը ավտոյը արտանետած այդ գազերը, հա, դա ազդում է ժողովրդին, բան Արբանյակա բրցրանում, բանա չի ազդում է, հմել ասում են ժողովրդի 70% սրտային հիվանդ, ես էլ եմ սրտային հիվանդ, այդ ինչիսն է, չին դրանք են, ատոմը աշխատում ընդեղ, ուրանը աշխատում, խուլեն է չէ Արբանյակը բրցրանում վերև իրանց ուզաստիեղը գնում են, անում են, չէ, հենց օթի վարակն է, օթի, մենք պետք օթից վախենք, գետնից չվախենք, ինչ էլելու անդյանտելի։ Դե նրանք թե կարում են սպուտնիկի փուհը տանեն ցիգանի ունեն դեսակ, ստովից ծարավ կտորում են այդ մեսպես երգրնիկ այելի անդեր, մունդրիկ, տկլուր, թո նրանց կոմագը, տոնդյան հետ ինչ գործ ունի, ստի հերիք էլի գեդինը կեզ, հմել ընդի ես, այդ գաստի տենց են անում, որ ընդյան պատերած ինչ-որ թուր պետությունների վրա ընդյան սկսեն, իրանց վրել չկարենան, Ռիգու հաղորդում ես լավ լսեց, տյա որ իրանց մեն անում, միլիոննից ասում չեն, որ ժողորդին պահեն, միլիարդնի են ծախում, որ իրանց վրա մի հրտիր բան չգնա էլի, պարզա, նրանք չեմ հվանում, որ այս մանդր պետություններին սենց նեղացնում են դրա համա դե հենց իմանանք իմ դուրը չի գալ ինձանով բանալու, մենա բոլոր ժողորդն է տետ են ասում էլի, եթե ուժեղ ես պտի ճնշես ես կորպեքին, չէ, չի կարելի, նրանք էլ էդ մարդիկն են։ Մի տղա ունեմ, թորներ ունեմ, հեն Լենինգրադ են ապրում, 9 տարի արդեն, 9 տարի, թորներից եկ չեմ տե, երևի կգան կտենամ էլի միջև մերնիդս, հա, բայց մի տես իմ տղին ինչ գործ ունի ինդի, տեար իմ տունն ինչքան լավ տուն, այն երկորդ հարգը բարձրացի տես, ինչքան լավ մարդ եմ էլի ստեղծել եմ գեղեցիկ, մի 4 սենյակ էլ ինսարահարթումն ունեմ, անդեր բրախած, եթե ինչի ագնացի իմ տղեն, մենակ ստովի խաթեր, որ պտ իմ թոշակն ուտեր, չէ, կամ պտ իգնար այդ մոստերումը դետնի այդ, ես ինչ գիտեմ, ուզողություն պտ աներ, ես ուրիշ բան չունեմ, մեկ էլ ուզում եմ, որ ժողորդի վիճակը լվնան այելի, կամ լվնանում էլա, լավա տեսեմ պետքա լավնա,
Այսինքն ժողովրդին տվին հողին էլի։ Իմ տղաներիս, փեսայիս այս նորմա հողը վերցրեցի, այս մի հեկտար ծիրանանոց եմ դրել։ Մի հեկտար։ Այստեղ ոչ մի բան չկար։ Ոչ մի բան չկար, ամայի դաշտ։ Ամայի դաշտ։ Մի հեկտար ծիրանանոց եմ դրել։ Ինձ համար դրել եմ մոտ մի 60 հատ խնձորի ծառ, 160 քոլ հաղող եմ դրել, կանգուն հաղող, հատուկ շամպանս կամար, որ գինի պիտի սարքեմ, արդեն այս տարի բերքի տակ է։ Սավը տանեմ, հա։ Այս տարի, մեր գյուղում, մեր Սինայեմ աղբեր ջան, Սինայեմ աղբեր ջան, 20 տոննա ծիրան եմ դրել։ Սավը տանեմ, Սինայեմ աղբեր ջան։ Ասենք մեր գները շատ լավ էր, տակի քչացածներն էլ, ասենք, որ կլենդը թողնում էր, հանձնում են գործարանին, ընդունում ենք, ես էր ժողովուրդը այս տարի շատ գոհ էր, որովհետև թե ռայոնի ղեկավարը, թե մեր գյուղի ղեկավարը, շատ վերի աստիճանի, բարձր մակարդակով ժողովրդին նայեցին, այս տարի ոչ մի հատ բերք չի փչացել, ոչ մի գրամ, ամեն ինչը տեղին Սաղոր նստում են ակումբի պատի տակ, սրան նրան են բամփասում, ոնց որ օրբևերի կնիկ լինեն, բայց աշխատող մարդ է, ես 70 տարեկան մարդ եմ, ես չեմ կարա տունը նստեմ կամ գնամ ակումբի պատի տակ նստեմ, ես պետք է աշխատեմ, հեսա դուս կամ իմ այգին կտեսնես ոնց եմ աշխատում, շոքեր, եմ փոստը պետք է կապեմ ծնգիս, ու ենաս պետք է նկարես ծնգիս, ծնգներս ցամա էլի, ոչխարի փոստը, սենց կապում եմ վրեն, որ ես ծնգից չոքմեմ գետին, խոտըք, ոչ թե մանգաղով եմ քաղում եմ, մեկ հաշում եմ քոլերը, հեսան կնանք լույս կտամ, ես բերք եմ ստանում ըտիս, մի տեսնես իմ հաղողի բերքը ոնց այտած պետք է նկարես, իսկ չաշխատող մարդը կան ինչ դժգոհ կլի, ինչ կլի, են մեծական խոսք ասում, ով աշխատի նա կուտի, ես 59 թվից եղել եմ Զոյրաբյանի շոֆեր, գեներալ լեյտենանտ, այս մարդը ուչկուդուկի կառավարիչն էր, ուչկուդուկը սովետական միության քարտեզի վրա չկա, ուչկուդուկը մեր սովետական միության սիրտն է, դե իմի ինչ կա ես տա չեմ կարա քեզ բացատրեմ, նա երբ որ ես իրա մոտ շոֆեր ընդունվա, նա իրա տեղակալին ասել էր տարեք ես մարդին 3 օր լուքս համար պահեք, 3 օրից հետո նոր բերեք իզ։ Կենսագրությունը ինձանից լավ իմացավ, ասի Զարաբ Պետրոսովիչ, իմ կենսագրությունը ես այդքան չգիտեմ, ինչքան դու ինձ պատմեցիր։ Ասա դու հիշում ես, որ ես քեզ 3 օր ասել էի լուքս համարում պահեն մինչև 3 օր։ Այդ 3 օրում նա միացրել է Հայաստանի ԿԲԲ-ի հետ, թե իմացեք, Մարտունի շրջանի Վերեգյուզալդարա գյուղի Խաչատրյանները ապրում են հիմի Վեդի շրջանի Ավշար գյուղում։ Ինչպիսի մարդիկ են։ Ցավը տանեմ, պարզվել է 1880 թվից մենք եղել ենք ոչ մենշևիկ, ոչ բոլշևիկ, ոչ դաշնակ, ոչ էլ բերդ ենք նստել։ Մենք եղել ենք հարուստ, մեր հարալ աշխատանքով եւ ընդունել ենք սովետական բոլոր կարգերը սրբորեն։ Հիմի այդ վաղտանց հետ, մինչև հիմի հետ էլ ասեմ, մեզ 3 անգամ կուլակաթափ են արել, բայց դարձյալ մեր դիրքին կայնացենք, մեր հալալ աշխատանքով, մեր հալալ ճակտի քրտը։ Այդ կուսակցությունները, ցավը տանեմ, այդ կուսակցությունները բոլոր, ինչ ասեմ, ես չեմ հասկանում, այն հարուստների, չոբաների նման իրանց հեբաների մեջ որ ասեմ, բոլնի հաս լցան, դրա համար են անում։ Հիմի կուսակցությունը մարդիկ, ես ճիշտ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև ես այդքան խելք չունեմ, որ որոշեմ, թե այս կուսակցությունները որը կլի լավ, որը չլի, այդ բոլոր ինչ որ ասենք, այս դմերու կուտում ես կլեպը շպրտում։ Ինձ միայն հետաքրքիր ասենք, թե գյուղի ղեկավարի հետ ասենք, երբ որ գործ եմ ունենում,
Ես շատ գոհ եմ գյուղի ղեկավարից, հատուկ Գրիգորյան Սուրիկից, որ երբ մտնում է մոտ, տեղից վերակենում, գալիս է բարևում է հետս ընթառաջում, աթոռը քաշում նստացնում, դե ասում է դե ջան, պատմիջամ ինչ ես եկե։ Իմ հարցերը լուծում եմ մարդավարի ինչ որ ունեմ, շատ բարձր մակարդակով, եւ ես էլ շատ գոհ այդ մարդի մոտից դուրս եմ գալի։ Թե իմի ասենք այդ պատի տակ խոսող մարդիկ ինչեր են խոսում, դա ինձ հետաքրքիր չի։ Ողը տվել է, մի գյուղացուն ջուր է պետք։ Իմ ջրի կրանիկ է տա, նայի, այն իմ ջրի կրանիկն է։ Երբ ինձ կա, ես ջրում եմ, իրենց փողն էլ տալիս եմ։ Այսօր Ավշար գյուղում ջրի համար, ինչ որ ժողովուրդ պետք է բողոքեն, պրոբլեմ չկա։ Այդ դե պատերազմները ամեն մարդ իր ամեն պետություն իր պրոբլեմներ ունի, դա ինձ չի հետաքրքրում, ես ինչ կարամ որոշեմ պետությունների ինչ են իրար հետ կիսում, ինչ են պատերազմում։ Երևի դրանք ինչ որ մի պրոբլեմ ունեն, որ կռվում են հետը։ Կռվում են։ Երևի ժողովուրդ շատ են ուզում են մի քիչ քչացնեն։ Ադրբեջանի հետ պատերազմ էր։ Դա պարզ է, պատմությունից եկած, որ Ղարաբաղը եղել է հայերին։ Բայց հիմի ադրբեջանցիք, որ սիկ զորնա, ասում են, որ մերն է ու պատերազմում են, ախր երևի աշխարհքում գիտնականներ կան, պրոֆեսորներ կան, որ դա այդ սուտը չեն կարա պնդեն, էլի, չեն կարա, մարդիկ են պնդում են եւ չեն կարա անցկացնեն, որ իրոք Ղարաբաղը եղել է ադրբեջանցուն, Ղարաբաղը եղել է հայերի հողը։ Երկու աղբոր հող եղել, Շուշինը մի աղբերը ծախել է, ճիշտ է, ադրբեջանցին արել է, բայց մյուսը մնացել է մի աղբորը։ Բայց հարցն չի, որ ասենք մե այդ մարդը ծախել, ես ծախել եմ թվարել ես, բայց չէ որ իմ հողն եղել։ Գնացի ցավը տանեմ։ Առանց պատերազմի խաղաղություն չի լինում։ Ես թերյան գրագետ մարդ եմ, աղբեր, տփելով բանով ազիվ 6-րդ վերջացրեմ, ինչ գործ ունեմ, պետությունների կարգերին խառնեմ, որ որոշեմ, թե ինչ են կռվում։ 80 տարեկան մարդ եմ, քարնջեցի, քարնջուցել ոչ մի տեղով ես հեռացել չեմ, ինձ ծնվել եմ, քարինջ եմ կացել։ Թոշակս 10,000 դրամ է, այդ 10,000 դրամով ես չեմ ապրեմ։ Սովետի ժամանակ 120 մայթ եմ ստանալսել, այն ժամանակ էլ ամեն ինչը կոպեկնի աժեր, լյուբուրը ապրի, հեմելենա զորի շունչ եմ կաշում, դա էլ ինչ ասել, քարանջը հողամասը կոպեկ չաժի, ոչ մի կոպեկ աժի ոչ։ Ինչի։ Մի բանելա չաջեմ, այս տարի էլ եմ մի կովատերներ խոտարել, երաշտից, մեր հողա, են կարգի հողա, որ օրու մեջ պետքա անձրևային լի, որ սեղբի, որից է բերկլի։ Կարող է ճիշտ չեք մշակում, կարող է լավ չեք Ազիզ, մշակում։ 80 տարեկան մարդ եմ, ես ճիշտն ու սխալը գիտենալ չեմ, 80 տարեկան, որ գյուղում ապրածելի, ոչ մի տեղով հեռացել չեմ, գիտենալ չեմ ես հողի մշակումը։ Հողի մշակումը դու ջահել տղես, գալտես որ ինձ սովորացնիր, ծառասեց պետք է տես, հողա պետք է հենց հալես, ես քեզանից լավ գիտեմ օրինակ եմ ասում էլի։ Ավարտածը իրան գործուն ունի, հողագործն էլ իրան գործն ունի, տավարածել է մլել, խոզարածել է մլել, մոզարածել է մլել, հողագործել է մլել, ամեն բանից գաղափարում։ Այ հիմա այդ տավարին ինչ է խանգարում, որ չեք շատացնում, չես շատացնում։ Տավարը ազիզ 80 տարեկան մարդը, անել միայնակ մարդը կարա ամասուն պահի, համի եկավու հիվանդաց ասմո է մերել մեծը, ով չի մերել մեծը, եկավու հիվանդացա, տանыз մինը չունեն, որ ասեմ, կովս հանդը տարդեն նարա, կամ ձմերնացել է, կովին գնա կերակրի։ Իսկ ջահելները պահում են։ Երևակայի այդքան պահող չկա, որովհետև մեր տեղը խոտը կարելի ասել գոհություն, մի կովատերն է խոտարն, մեր տեղը չկա, ես մեր պատրայոնը, նշանակում է մոտկորի պատրայոն, մոտկորի պատրայոնի ամենատուկա թասիվ գյուղը, հողազուր գյուղը մեր գյուղն է, են մեկ էլ գյուղերը լավն են, ոչ վադը չեն։ Դպրոցի գործը, երեխեքը սովորում են։ Դպրոցի գործը լավն է,
լավ տնտեսվար ունենք, դպրոցումը, համի գնաց տենաս չէ, կհիանաս, մակրությունից, ամեն բանից, կհիանաս։ Ուսուցչական կոլեկտիվն էլ սա սովորած կոլեկտիվ է, դժգոհ չենք էլի, Բայց լավ, սովորացնում են լավ երեխեքի։ բավոց, բա դրամ եմ ասում, լավն է, կոլեկտիվը լավն է, լավ սովորացնում են, ինստիտուտ ընդունվողնիկա, երկու թորն ունեմ, տղիս երեխեկը, քոլեջն ավարտել է, կենսաբանական ինստիտուտն ավարտել է, համել բժշկական նստարի վերջացնում է, հա ինքն էլ բազմակողմանի զարգացած երեխա, նկարիչ է, կենսաբանական ինստիտուտում սովոր, գերովական, այդ ինստիտուտի դեկանը սենյակ էր հատկացել, դեղ նկարչում ու հասարակ նկարիչ։ Ձեր գյուղից, հա։ Իմ տղը, իմ թորն, հա մեր գյուղից իմ թորն էլ ասում է։ Համել միայնակ եմ, կինս մահացել է, ես էլ ենա ոնց ասած անդերիկ պես մարդ եմ դարել։ Երեխեք ունեմ, երկու աղջիկ ունեմ, մի տղա ունեմ, երեխեքս ամուսնացած։ Հա, համի մենակ մարդ եմ, տունս էլ հրյայի շիֆիրովն եմ բացել, այդ արանքով եմ։ Հա, լավ տներ ունեմ, լավ հողամաս ունեմ, բայց ինձ մել աշխարհ գոհություն չունի։